Ախր Ասիա ջան, դու պետքա որ ինձ լավ հասկանաս։ Շատ դժվար է ընդունել հետաքրքրված դեմքի արտահայտությունը, երբ դու ամեն ինչ գիտես, ախր։ Ոչնչով օգնել չեմ կարող։ Դուք արդեն իմ ժամանակից եք խլում։ Ասիա ջան, հիշում ես Օլիմպիադայի մասին, որ չէի գրանցվել։ Հիմա փոշմանել եմ, ուզում եմ գրանցել էլի։ Գիտեք, կյանքս կերել եք արդեն։ Կփորձեմ մի բան անել։ Ես ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի ուզում եմ վստահ լինել։ Ինչու՞մ վստահ լինես։ Որ պայմանը չես խախտի։ Իմ խոսքը խոսք է։ Ես չեմ խաբում։ Դու ինձ շանտաժ ես անում, ուրեմն խաբելը քո համար մեծ բան չի։ Всё, պրծանք։ Այնպես եմ գրել, որ 7 ստանաս։ Քիչ-քիչ կբարձրացնենք գնահատականներդ։ Սևակ ջան, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ մենք բոլորս քո կողքին ենք։ Դու մենակ չես։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը իմանա սրա մասին։ Դասանում էլ ոչ մեկ պետքա չիմանա։ Ու չեմ ուզում իմ հետ խոսակ սրա մասին։ Քանի որ քո առողջական խնդիրը կարող է որոշակի ճնշվածություն բերել քեզ մոտ, ես պարզապես ուզեցի ասել, որ հանկարծ չմեկուսանես եւ որ նորից եմ ասում, մենք բոլորս քեզ հետ ենք։ Եկեք ամեն ինչ իր բառերով ասենք։ Նենց ոնց մաման է ձեզ ասել։ Ես քաղցկե ունեմ։ Ու ամեն ինչ բարդ է։ Շատ բարդ է։ Ես չգիտեմ իմաստ կա բացատրելու, թե դա ինչ է նշանակում։ Կար, ինչ էին խոսում։ Կարեն։ Չասես անիմաստ էինք Ասիայի մոտ այդքան կապիկություն անում։ Կարեն, կարող է Սևակին դպրոցից հանում են, կամ չգիտեմ, երկրից գնում են։ Ինչից վերցրիր, սպասի էլի։ Խոսա կար։ Դե չգիտեմ, ինձ միշտ թվում է, որ ես Սևակին կկորցնեմ։ Ժաս, դու Սևակը երբ եք միասին եղել, որ մի հատ կորցնես։ Երեխեք, դե դուք հասկանում եք ես ինչի հետ եմ։ Ում է պետք է քաղաքը, եթե ես իրան գոնե մի անգամ պատահական չեմ տեսնի։ Նշանակում է կկորցնեմ, չէ։ Կար, հիմա կասես մի բան լսել ես, թե չէ։ Հա, լսել եմ։ Տոնան ինչ-որ գնահատականներից էր խոսում, կարգապահությունից։ Այդքան բան։ Բայց դեպքում մաման ինչի էր եկել, կամ ինչի էր տենց հուզված։ Համեր Սևակը երբեք գնահատականների հետ խնդիր չի ունեցել ու միշտ էլ լավ է սովորել։ Ահա դե Տոնոյանն է էլի, գլխի մի բան փչելա կանչելա։ Կար, հաստատ այդքան ես լսել։ Ժաս, եթե չես հավատալու, մյուս անգամ դու կգնաս։ Լավ կներես, մի ներվայնացի։ Ապրեն շատ որ այդ արես իմ համար։ Կարևոր լուրջ բան չկա, չէ։ Հա, շատ լավ է։ Դե հիմա ինձ ճիշտն ասա։ Այսինքն Ինչ ես լսել ներսում, որ Ժասմինի մոտ չուզեցիր ասես։ արի գնանք դասարան կասեմ հետ։ Ուրեմն այսպես, ընկեր Ավագյանին ձեր դասարանի մասին բավականին լավ բաներ ենք պատմել, այնպես որ փորձեք համապատասխանել։ Շնորհակալ եմ ընկեր Ղարախանյան։ Ինձ կարող եք դիմել։ Նստեք։ Ինչ եք ուշանում։ Ոչինչ։ Առաջին անգամվա համար ոչինչ։ Նստեք։ Կիսատ մնաց բան եք ասում։ Ասացիք, որ ձեզ կարանք դիմենք։ Ինչ հարցով կարանք դիմենք, որ։
Ինձ կարող եք դիմել Միս Լարա։ Դա է ասում։ Okay։ Ես արդեն գնամ։ Հուսով եմ առաջին օրով չեք հիասթափեցնի։ Միս Լարա ջան, մեկ բան հարցնեմ, ճիշտն ասեք, էլի։ Այս մեր դասանի վրավ կարող վատ բաներ են ասել, դուք է վախեցել եք առանց Ղարախանյանի դասարան մտնեք, հա։ Իհարկե ոչ։ Ես իմ աշակերտներից վախենալու ոչինչ չունեմ։ Իսկ մենք մենակ այս տարվա ծրագրով ենք առաջ գնալու, թե մի փոքր գոնե կբարդացնենք։ Իսկ կարաս քեզ գոնե մի օր փորձես չերևակայես էլի։ Չէ, վայ ոնց կլինի, ինքը պետքա չէ ցույց տա, որ ինքը մեզանից խելացի է։ Ամեն դեպքում ես չգիտեի, որ այս դասարում դա ինչ-որ մեկի համար նորություն է։ Ինչ ա եղել քեզ, մի շարունակի։ Վրդոյս ձենդ բարձր է, հա, ոնց որ։ Լավ, վերջ։ Էլ չենք շարունակում։ Երբ ես դասարանում եմ լինում, երկխոսությունների չենք բռնում։ Պարզա։ Okay, Miss Lara։ Ասեք։ Այսյան ասաց, որ կարող ենք Անգլիայի ֆակուլտատիվի արտադասանական պարապմունքների գրանցվել։ Այ հորս սորը, այս դասերը յանի շատ քիչ է, մի հատ էլ ուզում ես դասերից հետո մնաս։ Դավո, մի հատ էլ բառացիր հեշ լավ չի։ Ես ոնց որ սաղը տրամադրված եք, հա իմ հանդեպ այսօր։ Վերջ։ Երկուսդ էլ վերջացրեք ու նստեք։ Արագ։ Նստի դավը։ Նստի ասեցի։ Sorry, Miss Lara։ Տեսնես որտեղ էր։ Թեստը սովորկեցի մեյլիդ, կլրացնես։ Հասկանալի է։ Բայց նենց կլրացնես, որ չմտածի, թե վերջի 5 տարին Անգլիայում եմ ապրել։ Մենք ամերիկյան անգլերեն ենք սովորում։ Ուզում ես գերմանական անգլերեն սովորի, բայց թեստս լավ կլրացնես։ Հասկացա։ Էս ինչ են կչփչում։ Իմ համար մեկ է։ Ես անգլերեն դասին ինչի չկայր։ Բուֆետում էի ավեզ չկար դասին նստելու։ Երբ Ֆրանսա դասին նստել ավեսով։ Դա ոնց սկսել ազդել վրաս։ Բանատեղի դեր։ Դասին էլի ապուշ խոսում էր։ Սա որ շատ ուրիշ ես դարել։ Առաջ մի տեսակ ագրեսիվ էի, ամեն ինչի մեջ կայի, իմաստունի տենց ապրել է։ Դա նես չի ես ամեն թեմայի մեջ կամ։ Բայց մեկ լինում որ չես կարող ձեն չանես։ Ամեն ինչն էլ կարաս կողից նայես։ Երեխեք ուշադրություն։
Ուշադրություն։ Ուրբաթ օրը անում ենք շաբաթօրյակ։ Շատ տրամաբանական է։ Ուրբաթ օրով շաբաթօրյակ։ Ինչով է սա։ Ինչն է հավես Ինեսա ջան, սեղաններ ու պատուհան մաքրել է։ Մանավանդ որ մեր դասարանով չենք սահմանափակվում։ Ես մենակ մեր դասասենյակում եմ մաքրելու, ասյա անցած տարվա նման ամբողջ դպրոցով չեմ պտտվելու։ Նենց ես ասում ոնց որ դու էիր որոշողը։ Մի րոպե, մենք մենակ մեր դասարանում չենք լինում, չէ՞։ Հետևաբար մենք պետքա ամբողջ դպրոցն է մաքրենք։ Լավ էլի Վիկա, նենց ես ասում ոնց որ դպրոցը ավարտելուց հետո մաս-մաս են անելու տան մեզ։ Սկսեց, հերիքա փիլիսոփայես, հա։ Դավիթ, սպասում եմ դու էլ քո հեղինակավոր կարծիքը ասես, որ շարունակեմ։ Ես կարծիք չունեմ այս հարցում։ Մեկը չեմ գալու։ Ես էլ ոչ մի անգամ չեմ եկել։ Դա ձեզ միայն թվում է։ Տնօրենը հատ-հատ ստուգելու է ներկաներին։ Կարճ ասած, ուրբաթ առավոտյան բոլորդ լինեք շաբաթօրյակին ներկա։ Ուսուցչական ամբողջ կոլեկտիվը լինելու է։ Վիկա, կհամակարգես։ Այ հորս սարև։ Ամեն օր դպրոցը բանկում է։ Բայց չգիտես ինչի շաբաթօրյակը պարտադիր է։ Ես էլ չեմ սիրում այդ օրը։ Շաբաթօրյակը մենակ մաքրության մասին չի, կոլեկտիվ աշխատանքի մասին է։ Էս ինչ ձեներ։ Ժող լսեցիք ինչ-որ ձեն եկավ։ Անհամ կատակեր։ Վրիջ ջուր խմի կանցնի։ Դավո։ Հե։ Այդքան մի ջրի, ուզում ես սաղ փշացնես։ Իբր դու տենց լավ գիտես, էլի։ Չէ, բայց տեսնում եմ որ շատ է։ Իսկ ես տեսնում եմ, որ այն կողմը չես հավաքի, մի աչոտ հավաքի, հա։ Մի րոպե աչքս քեզնից կտրեմ, սաղ ստեղ կավիր ես։ Արի Վարդան, արի տեսնեմ ջուրը որտեղ կարանք լցնենք։ Շակե ջան, այս ջուրը քո համար միջև ձեր տուն էլ կտանեմ։ Արի Վարդան։ Սենց սաղորը հետևից պտտվելու է, Ու համարա գաղտնիք որ Վարդանը Շաքեին սիրահարված է։ Հա բայց Վարդանը չգիտի որ անհույս է։ Ույս միշտ էլ կա։ Խեղճ Վարդան։ Խեղճը ես եմ որ առավոտվանից հետո ստեղ եմ։ Քեզ է թողեն ամբողջ օրը բողոքես։ Թե սա ով էր շաբաթօրյականում սեպտեմբերին։ Մեր նախկին դպրոցում միշտ աշնան վերջում էին, Ինես, բա դու ինչի փոխեցիր դպրոցդ։ Դե մենք տեղափոխվեցինք, դպրոցն էլ հեռու էր, սա ավելի մոտ է։ Բա չես տխրում, հին ընկերներին չես կարոտում։ Մենք կապի մեջ ենք, միշտ շփվում ենք։ Բա դու ինչի տեղափոխվեցիր։ Դե ես ուղղակի նոր ընկերներ էի ուզում։ Իսկ հները կապի մեջ եք։ Ինչ որ բան է եղել հին դպրոցում։ Վերջ, այստեղ աղջիկներին օգնիր։ Ընկեր Ստեփանյան գնամ դրսում մի բան բզբզամ էլի, ստեղ ինչ պետք է անեմ։ Ոչ մելս։ Դրսում քեզ կորցնում ենք տեսադաշտից, իսկ հետո պարզվում է, որ քեզ համար ինչ-որ հանգիստ միտեղ նստած ուրիշներին ես նայում։ Հա բա դա էլ է կարևոր գործ։ Նենց եմ անում, որ սաղ աշխատեն, վատ է։ Շատ վատ է։ Ոչ մեկից ոչ մի բանով առավել չես։ Մնա ու աղջիկներին օգնիր։ Մենք օգնության կարիք չունենք։ Հա, ընկեր Ստեփանյան, գրեթե ամեն ինչ ավարտել ենք։ Հա։ Այ պատուհանները կլվանաս։ Հո աղջիկները չեն բարձրանալու պատուհան լվանալու։ Չէ լուրջ, ես պետք է անեմ։ 20 րոպեից ստուգելու եմ։
Ինչ եք նայում, գործ արեք։ Բայց ընկեր Ստեփանյանն ասաց, որ դու պատուհանները մաքրես։ Լսի, պատոհանները կեղտոտը, չէ։ Հա։ Դու էդի նկատում ես, չէ։ Դե հա։ Ահա, դե ով որ նկատում, հա, թող ինքն էլ մաքրի։ Բայց մի րոպե։ Ինեսա, քեզ էի ման գալիս, արի։ Ուր։ Արի կասեմ։ Ընկեր Ստեփանյանը, որ եկավ տեսավ գործ չես անում, նկատողություն կտա։ Իսկ դու գիտես, որ դա քեզ պետք չի։ Դրա համար կաս դու։ Ես։ Մեր պայմանավորվածությունը վերաբերում էր մենակ դասերին։ Մեր պայմանավորվածությունը վերաբերվում է ամեն ինչին։ Այս հակի ձեռքել չվնասես։ Բայց ես չեմ կարող պատոհանները մաքրել։ Հետո դու ավելի բոյով ես, ու համ էլ ես վախենում եմ բարձրությունից։ Դու ոչ թե բարձրությունից պետքա վախենաս, այլ ինձանից։ Լևոնն ու Ինեսան ոնց որ շատ հեռու չեն գնացել, գիտես։ Ես պայմանագրի մեջ այդ կետը կվերանայեմ։ Պայմանագիրը արդեն ստորագրած է։ Ոչ մի փոփոխություն էլ չես կարող անես։ Բարձրացի մաքրի։ Բայց վստահ ես, որ սա կարելի էր բարձրանալ։ Չի կարելի, բայց պետքա ոչ մեկ չիմանա։ Դե լավ, արի իջնեն կտեսնեն մեզ։ Ինեսա, հիմա քեզ կթվա, որ ամեն ինչ շատ արագ ու միանգամից է լինում։ Բայց այն ինչ որ ես եմ զգում, չեմ կարող քեզ դրա մասին չասեմ։ Ինչ ես ուզում ասես։ Դե որ աչքերս բացեցի ու առաջին անգամ քեզ տեսա, հասկացա, որ Լավ, всё։ Ախպերետի մահակաշների համար չի, всё։ Դավա դու ինչ ես անում ստեղ։ Բա դուք ինչ եք անում։ Ես գնամ, հա։ Չէ, մի րոպե։ Դավա գնաս տեղից։ Նա ես գնում եի։ Այն որ իսկականից գնում եի, բայց դուք որ սենց եք ասում, մեռնեմ թե տեղիցս շարժվեմ։ Գնացեք ձեր խոստովանությունները ուրիշ տեղ արեք։ Ինչ խոստովանություն Տոնեանն էր ասել, որ բարձրանանք։ Հիշացնեմ, որ դուք ինձ տեղ եք, ես էլ եմ ստեղ ու սաղ լսել եմ։ Պետք չի Լևոն, հետո կիմանան բարձրացել ենք ու վատ կլինի բոլորիս համար։ Ահա, խելացի աղջիկա։ Քո տեղն էլ եմ մտածում, իր տեղն էլ եմ մտածում։ Լսի դավը բախտդ բերելա, որ ինեսաս տեղա։ Թե չէ գլուխը ջարդելու էի։ Պահ։ Լավ, աղջիկա մոտ քեզ մի քիչ լավ զգա։ Բան չեմ ասում։ Կարաս գնաս արդեն։ Ինչի՞։ Ուզում էիր մինչև վերջ լսեիր խանգարեցի։ Դավո էս արդեն վերջն է։ Դու իմաս տեղից գնում ես, բայց մենք իրար կտենանք։ Կտենանք մենք։ Good morning, Miss Lara ջան. How are you? Մի հատ լրջացիր։ Ինչ ես պարապ։ Ես եմ պարապ։ Ես չնեմ շաբաթ օրյակը կդառնա մայիսի 1-ը։ Սաղ կգնա խորոված կանան քաղաքից դուրս։ Կնշնա աշխատավորների օրը։ Իմ հետ արի, դահլիճում լիքը օգնելու բան կա։ Դուք ուր ասեք, ես ձեր տրամադրության տակ եմ։ Մեզ, ձերքիցս ընկավ մետ կտաս։
արդեն վերջացրած լինեն։ Բելա։ Մեզ։ Էս ինչա կատարվում։ Քեզ ասեցի պատուհանները կմաքրես։ Մաքրում էի։ Մաքրում էի։ Ինչ որ չեմ հավատում։ Այս ես փնտրում։ Հա, շնորհակալ եմ։ Բայց ո՞նց ես դնելու սա ջարդված։ Ինչ, ընկեր Ստեփանյան, ընկնում էր քաշեցի ես կողմ։ Հո չէի թողի պատուհանից ընկնի։ Իսկ ինչի էր ինքը բարձրացել եւ ոչ թե դու։ Ինքն ուզեց։ Ինքն ուզեց։ Մելս, ես քեզ վստահեցի։ Ու ասացի չէ, որ նկատողություն կստանաս, եթե գլուխ պահես։ Ինչ անեմ, որ չասեք Տոնոյանին, ընկեր Ստեփանյան։ Լավ, էլի ընկեր Ստեփանյան, մի ծանր բան չկա, տաբեք այս կողմ են կողմ տանեմ։ Մենակ թե պատուհան չմաքրեմ, էլի։ Պատուհանները պետքա փայլեն, Մելս։ Երկար չեմ ձգի ես։ Ոնց ես։ Նորմալ բան չկա։ Բելա, լացում ես, որովհետև շատ ա ցավում, թե Մելսն ա նեղացրել։ Չէ, Մելսը չի նեղացրել, եթե ինքը ինձ չօգներ, ես կընկնեի։ Ոյ, ասպետ ա գլխներիս։ Ստուք էստեղ եք։ Չհասկացա։ Դու ինչ ես լացում։ Կյանքս կերել եք։ Ինես ինչ ա եղել։ Բելա, այդ հիմար Դավիթը եկավ տեսավ ինձ ու Լևոնին ու սկսեց հիմար խոսել։ Մենք ուղղակի կանգնած խոսում էինք տանիքին։ Տանիքին։ Բայց ընկեր Տոնոյանը հատուկ ասել էր, որ տանիք չբարձրանանք։ Ուֆ, Բելա, Լևոնը արդեն համարյա ասում էր, որ սիրում է ինձ, իսկ Դավիթը փչացրեց այդ սիրուն պահը։ Լևոնը ասում էր ու ամենավատն է, որ հիմա հաստատ գիտեմ ինչա լինելու, որովհետև ասեց հլը կտեսնենք իրար։ Լավ չի։ Հա, գիտեմ, հաստատ կռիվ ա լինելու, իսկ Լևոնը հլը ամբողջությամբ չի ապակինվել ու ձեռքն էլ կապած ա։ Ակնոցդ ինչ ա եղել։ Հեչ, ոչ մի բան։ Ես ուր դնեմ։ Էս ինչի ես բերել։ Միս Լարան ասաց։ Դիր ստեղ, չէ, դիր ցած։ Փոշիա։ Հա, աստեղ շուտվանից մաքրություն չի արվել։ Ադե ձեր չի տալի գնա։ Դուխ ես տեղ вообще։ Լսի մի քիչ շատ չես քո վրա վստահ։ Ոնց ես հետո տեղափոխելու սա։ Կտեղափոխեմ հանգիստ տեղի։ Ձեր չի տալի կարաս գնաս։ Դե ձեր տալիս ա, ոչ չի տալի։ Ալավ ասեք լավ բռնեցի։ Դավա դու գնայս կողքին կարելի։ Ոնց։ Գնա որ ասեն գլուխ եմ բան գոր չեմ անում։ Չէ, ավելի լավ է կտանենք ում թոթ։ Դու գնա, եթե ուզում ես կարաս ասես որ դու ես օգնել։ Սևո, ախպերս։ Դավա ես քեզ ինչ ախպեր, ինչ սևո։ Դավո արի։ Հիմա է դու պետք չի ինձ թվում այդացիք ենք արի։
Մելս քեզ բան պիտի խնդրեմ։ Լուրջ։ Էլ ինչ անեմ քո համար։ Քո պատճառով այս սաղ պատոհանները ես մաքրեցի։ Էլի բան կա լվանալու։ Իմ պատճառով։ Հա, քո։ Լավ, այդ կարևոր չի։ Լսի, Դավիթն ու Լևոնը վիճել են ու պայմանավորվել են առանձին հանդիպեն խոսեն։ Հատող հանդիպեն խոսան, թարգմանիչ չեմ աշխատելու։ Չես հասկանում, կռիվ են անելու։ Դավիթին ասա, որ չկռվի Լևոնի հետ։ Տղերք են իրար չեն հասկացել, կռիվել կանեն։ Դու ինչ ես խառնվել։ Ոնց, թողնենք կռվեն։ Իմ համար մեկ է, թող խելք ունենային հարցը կռիվ չհասներ։ Լսի, Լևոնի ձեռքը վնասված է, ինքը տրավմայի է ստացել վթարի ժամանակ։ Էս անհավասար կռիվ է, ազնիվ չի։ Հա, Լևոնի համար ես դա արտանում։ Մտածում ես Լյովը կտային մի թևներ կջարդի։ Դա հավոր է, ոնց ես այդքան հանգիստ խոսում։ Լսի, դու մի բան խառնել ես։ Այդ դու ինձ պետք է օգնիր, ոչ թե ես Լևոնին։ Թե պայմանագրի մեջ այդ կետներ կար նշած։ Խնդրում եմ քեզ։ Ես չեմ ուզում Լևոնին վնասեն։ Դավիթը քեզ կլսի, ինքը քեզ միշտ լսում է։ Լսի, Բելա, Լևոնը կարա իրան պաշտպանի։ Ուրեմն ես կխառնվեմ։ Գժվել ես, Բելա, գնալու ես երկու տողու կռիվ բաժանես, Լևոնը սիրած աղջիկ ունի։ Դու ինչ գործ ունես։ Ընկերներին մենակ չեն թողնում։ Լևոնը քեզ ընկեր չի։ Այդ երբվանից ընկեր դառավ։ Մերս, ես հիմա անիմաստ ժամանակ եմ կորցնում։ Կգնամ Լևոնի մոտակայքում կլինեմ, հենց տեսնեմ մի բան ինչի կխառնվեմ։ Դու էլ մոռացի, որ ես քեզ ինչ-որ բան եմ խնդրել։ Լավ, սպասի։ Կյանքս կերել ես։ Դուր, չգաս ու չխառնվես։ Էս էլ ինձ պակաս։ Սրա համար եք ինձ դե կանչել։ Ապրես։ Տեսնես ինչ արեցին։ Ով, ինչ ա եղել։ Լյովն ու Դավոնն են էլի կռվել։ Սևակն է գնաց հետևներից։ Այ քեզ դատարկա գլուխ ակլորություն։ Դավո ինչ եք տեսել։ Լյովի ու Սևակի հետ դուրս գնացին։ Ուր։ Չզեկուցեցին Մելս։ Բայց ոնց որ լավ թեմա չի։ Կարին չի ասեցիր։ Սենց կոնե Սևակն ու Լևոնը Դավիթի դեմ էին։ Հիմա Մելսը կգնա կպաշտպանի դրան։ Ժասմին, ես չեմ ասել, որ այս դասանի գլադիատորական մենամարտերին մենք չենք մասնակցելու։ Այդ մեզ չի վերաբերվում։ Այնքան ենք տենց արել, որ հիմա ինչ ուզում անում են։ Կարեն, քեզ ինչ եղավ։ Երևում է, որ հազիվ է զսպում իրեն։ Դավիթը իրոք շատ է չափեր անցնում։ Ես վաբշե մեղք չունեմ։ Իմ համար լրված է եկակ։ Բա ինչի էր բախկվել։ Չէի բախկվել։ Մտածեցի կա ու դա ասատումներից ելնեմ։ Բա որ տեսար մենք ենք ինչի ավելի շուտ դուրս չեկար։ Կոր դուրս եկար տեսար աղջկա հետեմ։ Հետ ի՞նչ բաղվածք էր։ Լյով, ես ոնց որ ուզում ես հաշվի չառնեմ, հա որ մի ձեռով ես մնացել։ Թե չէ ինչ։ Հանգստացի Լյով։ Մի ձեռով է գլուխդ կջարդեմ։ Սնգերդ կողը դուխավորվել ես, հա։ Ես մենակ եք բռնցրե։ Իմ ու քո թեման, չի։ Մենակ գայր բա։ Սևոլենյան։ Շատ հետաքրքիր միջոցառում եք կազմակերպել։ Էս ով է։ Սուս մնարա հերիքա։ Հանգստացի հլը։ Իմ ետևից արագ։ Սեն շպրծապել է կտել։ Հանգստացի գնացի։ Խի Դավո։ Խի չես կարում հանգիստ տեղդ լրվես։
Քեզ ասացի ոչ մի կռի, ոչ մի թեմա։ Հասնում ասեմ։ Բարի։ Բել, ես քեզ ինչ ա եղել։ Հեչություն։ Բել, Լևոնին տարել են տնօրենի մոտ։ Ինչի համար։ Որովհետև կռիվ են արել Լևոնը, Դավիթը, Մելսուն, Սևակը։ Բայց Մելսը կապ չունի։ Տոնանի սինեկից նեն ձայներ են գալիս, հաստատ ինչ-որ մեկին հեռացնելու են, կամ Դավիթին, կամ Մելսին։ Բայց Մելսը կապ չուներ։ Ընկեր Տոնոյան, կներեք։ Ասիա, ես քեզ զգուշացրեցի, չէ՞, ոչ ոք չգա։ Հա, ուղղակի Բելան ասելու բան ունի ես թեմայի հետ կապված։ Տղա ջան, ես որ համաձայնվել եմ դու մենակ ապրես, այդ չի նշանակում, որ ամբողջ հոգսը քո վրա պետք է լինի։ Հա, ինչ ես լսել, ասա։ Սևակը հիվանդ է։ Արդեն եկել եք։ Հա։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուր է, լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է։ Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեկ։ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք։ Աչքերս վերցրու քեզ, տեսեն ինչ տեսնում եմ ես։ Տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես։